Մեր մոտ լավ տաղանդավոր երեխա պարապում է, իրան չեն կանչում հավաքականին, իսկի որ նստած է սկամեքի չի խաղում, իրան կանչում են, որ իր պապան այնտեղ ֆեդերացիայի հետ ինչ որ կապեր ունի։ Հասկանում եք, այսօր ֆուտբոլը Հայաստանում դարձրել են եւ բանակից ազատվելու միջոց, հա։ Եթե դու խաղում ես հավաքական, հետո բեկեմա, դու ծառայելու տեղը 2 տարի ֆուտբոլ ես խաղում, ու հետո շատերը ֆուտբոլ են խաղում, ավարտում են, հետո 2 տարի խաղում են, հետո Պրծան ֆուտբոլից դուրս են գալիս, օրինակ ես բերում եմ թվերը կա, ես իմեյլի եմ հրապարակելու անպայման է թվերը, քանի երեխա մենք ասենք թե բանակից ազատվել են ու քանի երեխա իրանցից դարձել են ֆուտբոլիստ, այս են թվերը ասեմ որ հասկանաք 105 դա անցած տարվա թվերն են, այս տարի ես մի քիչ կտածեմ 105 երեխա ազատվել են բանակից, մեջներից ընդամենը 4 հոգի, ով որ դարձել է կարելի ասել նենց ֆուտբոլիստ, որ Կարան խաղան գնացին արտասահման, չնայած մի մաս էլի հետ եկան, դեղ էլ չկարողացան խաղալ, то есть տոկոսը, ու ես զարմանում եմ, որ միայն ես եմ դրա մասին խոսում, ճիշտ ասած դրա մասին պետք է ուրիշ մարդիկ խոսեն, ու իսկ մեր մոտ կային տաղանդավոր երեխեք, որ ստիպված գնաց բանակ ծառայելու, որտեղ իրանք այդ ծանոթությունը չունեն։